Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին է արձագանքել վարչապետը, ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագրով համաժողովին։ Ըստ վարչապետի սա չի նշանակում, որ պետք է մոռանալ պատմությունը, բայց չպետք է նաև դառնալ պատմությունը վերարտադրող։ Հիշեցնեմ, երեկ Ալիևը հայտարարել էր, թե 20-րդ դարասկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյիչ լիճը, ասել էր Ալիևը։ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեվ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստ, դա շատ վտանգավոր բան է, որովհետև ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որովհետև եթե պատմությանն ենք հղումանում, պետք է նաև բան անենք։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8։ Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս, ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Կարող ենք ասել 2024 թվականի ցավոք չեմ հիշում կանոնակարգը երբ է ստորագրվել, սեպտեմբերին եւ հոկտեմբերին վավերացվել է, կարող ենք կետը ասել։ Եվ կարող ենք ասել, այսա քաղաքական մեկնակետը, որի վրա կառուցվում են մեր process-ները։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Մեր թվարկությունից առաջ 70-ականները օրինակ կարա լինի այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Կարա լինի, թե չէ լինի։ Այսինքն որը մեկը համաձայնա, նախեց հարցը ճշտենք։ Մեկը կասի 50 տարվանն է, ասցի, կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, լեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, մարտից նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Դրանից ավելի լեգիտիմ հենք պատմության գոյություն չունի։ Եվ կհիմնավորեն մարդիկ։ Մի մասը ասում է 500 տարի առաջ։ Եթե ուշադիր լինենք, եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն է, դենց վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր դրանից առաջ Իրանը կարա ասի ես ինչ եք քննարկում
Ընդ որում երբեմն ես ձեզ ասեմ, մի այսպիսի զավեշտալի պատմություն ա եղել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Ուրեմն մի բանավեճի ժամանակ, չասեմ որտեղ է տեղի ունեցել այդ բանավեճի եւ մասնակցությամբ, կողմերից մեկը մյուս կողմին ասել հա հիմնավորելու համար իր քաղաքական դիրքորոշումը, ասելա դու գիտես, որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ։ Կողմերից մյուսը ասել է, դու գիտես, որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ։ Ու ընդհանրապես հետո պարզվել է, որ այդ զանգը պարսկերեն է նշանակում զանգ։ Հիմի ումն է պատմական ճշմարտությունը։ Ումն է պատմական ճշմարտությունը։ Արաբական երկրները, Բյուզանդիան, հույները, որ սկսեն մակեդոնացուն հիշել ընդհանրապես, Հռոմը, իտալացի մեր գործընկերները, այսինքն մենք ուր կհասնենք։ Շարունակենք, ինչու է հանրային ուղիղ եթերով Հովանավանքում պատարագը հեռարձակել։ Հանրայինի տնօրենն ասել է, որ դա իրադարձություն էր, որը հետաքրքիր էր հանրությանը։ Այդ պատճառով էլ լուսաբանել են։ Հովհաննես Մովսիսյանին զարմացրել է հարցը։ Նա նաև արձագանքել է հարցին, ինչու հանրայինը չի լուսաբանել Կիրակի Մայրաթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագը։ Ես ձեզ ուրիշ հարց տամ, իսկ ինչու են մյուս բոլոր լրատվամիջոցները որոշել դա լուսաբանել։ Ես այդ հարցին կպատասխանեմ, որովհետև իրադարձություն է, որը որ հետաքրքիր է հանրությանը, եւ լրատվամիջոցները որոշել են դա լուսաբանել, այդ թվում նաև ուղիղ եթերում եւ հանրայինն էլ լուսաբանել։ Ես իրականում Կիրակի օրը տեսա ինչ որ զարմանք, այսօր էլ խոսեցինք այդ մասին այստեղ, ես զարմանում եմ ընդհանրապես ինչ կա այդտեղ զարմանալու։ Այսինքն եթե իրադարձությունն է լինում եւ լրատվամիջոցը լուսաբանում է եւ այս դեպքում հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանում, ինչ կա այդտեղ զարմանալու։ Երբ որ լինում է որևէ իրադարձություն Մայրաթոռում, հանրային հեռուստաընկերությունն է ուղիղ եթերը ապահովում։ Վերջին իրադարձությունը, եթե չեմ սխալվում, տաճարի բացման վերահոսման թե բացման հիմա կարող է ճիշտ չձևակերպեմ արարողություններ, որը կրկին հանրային հեռուստաընկերությունը ապահովում էր ոչ միայն իր, այլև բոլոր հեռարձակողների, այդ թվում նաև on-line հեռարձակողների ուղիղ եթերը, հանրային հեռուստաընկերություններ ապահովում։ Ինչու հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել Կիրակի օրը Մայրաթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ ամյակին նվիրված պատարագը, ինչպես օրինակ լուսաբանում էր մեկ այլ պատարագ։ Շատ լավ, ես ձեզ ասեմ ընթացակարգը, երբ որ հանրային հեռուստաընկերությունը որևէ պատարագ լուսաբանում է, հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, դիմում են, քննարկվում է, դա տեղանքի զինությունն է կատարվում, դա մեծ աշխատանք է, դա այնպես չի, որ այդ ձեր համեմատականը Հովանավանքի հետ, որտեղ մի տեսախցիկով ուղիղ եթեր է հեռարձակվում եւ մեծ իրադարձություն լուսաբանելը, դրանք տարբեր բաներ են։ Նախապես դիմում են, քննարկում են, ներողություն մի ընդհատեկելի խնդրում եմ։ Դիմում են եւ դա ըստ այդմ նաեւ դիտարկվում, այս դեպքում ոչ մի դիմում չի եղել։ Այսինքն Մայրաթոռը դեռ չի դիմել։ Այսինքն միջև հանրային հեռուստաընկերությանը իրադարձության մասին դիմում չեն տալիս, չեք գնում նկարելու հրդեհ։ Ես ձեզ տեղեկացրեցի ինչպես ենք մենք աշխատում առաքելական եկեղեցու մասով։ Պետք է արդյոք կաթողիկոսը հեռանա, հարցին պատասխանել է կրթության նախարարը։ Ժաննա Անդրեասյանը կիսում է կառավարության քաղաքականությունը, կարծում է եկեղեցում իսկապես բազմաթիվ խնդիրներ կան։ Ես կառավարության անդամ եմ եւ կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի։ Ինձ ոնց որ այս մասին արդեն հարցրել եք, իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում եմ, որ հոգեվոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, այսինքն դա առաջին հերթին լինի հոգեվորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին այն ինչ տեղի ունենում կապ ունի հոգեվորի հետ, դա ինձ ինչպես եւ ցանկացած մեր երկրի քաղաքացու խորը ցավ է պատճառում, ես հույս ունեմ, որ այդ իրավիճակը արագ կհանգուցալուծվի եւ կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգեվոր կյանքի նորոգման գործընթացը եւ իմ կարծիքով իմ պատասխանը հստակ է։
Իսկ ազգային ժողովում շարունակվել են բյուջեի քննարկումները։ Ֆինանսների նախարարին հարց է ուղղել ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Պատգամավորին մտահոգում է գրադարանավարների ցածր աշխատավարձը։ Գառնի պոակի տնօրենը 5 միլիոն դրամ պարգևավճար է ստացել, գրադարանի աշխատողն ինչ անի, հարցրել է Գալստյանը։ Վահե Հովանիսյանն արձագանքել է։ Այս մարդկանց մենք համարյա թե գամել ենք աղքատության շեմին, եւ եթե միջինացված մի գումար ասեմ նրանց աշխատավարձի, լավագույն դեպքում միջինացված ցուցանիշն եմ ասում, 83,000-ը լավագույն դեպքում չի անցնում, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք ընդհանրապես 70,000-ի միջակայքում են աշխատավարձ ստանում։ Եվ ես ցավում եմ, այս պահին ձեռքս չկա, ես բյուջեի քննարկման լիագումարի ժամանակ ցույց կտամ, որոշ պոակների տնօրեններ շատ ավելի առատորեն են օգտվում սրանից, նկատի ունեմ արտաբյուջետային միջոցներից, եւ ձեռքս ընկավ մի հաշվետախտակ աշխատավարձի պոակների տնօրենի, որտեղ Գառնու պոակի տնօրենը 5 միլիոնի պարգևավճար էր ստացել։ Ասենք թե եթե նրա բախտը բերել է եւ ինքը հայտնվել է Գառնի պատմամշակութային արգելոցի տնօրեն, որը մեր համազգային ժառանգության հատվածն է, տվյալ պարագայում, ուրիշների հետ չեմ համեմատում, կարող է այդպիսի տնօրենը, այդպիսի աշխատավարձ պարգևավճար ներողություն արտաբյուջետային, բայց նույնը գրադարանների պարագայում եւ որոշ թանգարանների ուղղակի անկարելի է։ Եվ պետության պոզիտիվ պարտականությունն է նաեւ այս ոլորտում սոցիալական հավասարություն, արդարություն եւ մեր համար մի մթնոլորտ ստեղծելու, որ մարդիկ ուզենան այդ ոլորտում կրթություն ստանալ նախ, հետո գնալ եւ աշխատել։ Այսինքն ձեր մոտեցումը բացարձակապես կառավարության մոտեցումը բացարձակապես արդարացված չի, գրադարանի աշխատողին գամել, ասել գնա ծառայություն մատուցի, ինչ պիտի անի։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցը ինչին է վերաբերում, բայց այստեղ մի փոքր հակասություն եմ տեսնում, որտեղ դուք մի կողմից ասում եք, որ սա հոգևոր ոլորտ է, իսկ ես կարծում եմ, որ հոգևոր ոլորտը պետք է կենդանի լինի։ Երկրորդը դուք խոսում եք սոցիալական հարցեր լուծելու մասին, սոցիալական հարցեր չենք լուծում սրանով, որովհետև մենք խոսում ենք ծառայությունների տրամադրման մասին, պետական ծառայություն տրամադրելու մասին, դա կլինի հոգևոր ոլորտում, թե ֆինանսական, դա այլ հարց է։ Եվ մենք այս պրիզմայով պետք է նայենք ցանկացած բյուջետային ծախսին։ Մենք այդ ծախսը անելով ինչպիսի ծառայություն ենք մատուցում, սոցիալական, հոգևոր, թե մեկ այլ։ Եթե մենք այդ ծառայությունը մատուցում ենք, հետեւաբար այդ ծառայության մատուցման չափը, ձևը, որակը պետք է գնահատենք եւ հասկանանք, թե ինչ անենք, որ օրինակ ձեր նույն նշած գրադարանները ավելի կենսունակ լինեն։ Եվ եթե դուք ասում եք օրինակ գրադարանավարը ինչ պետք է անի, եթե ոչ մեկին պետք չի գրադարանը, այդ դեպքում այսինքն ձեր հարցը այդտեղ է, այսինքն եթե Գառնին ինչ որ մեկին պետքա գնում են եւ գումար են վճարում եւ գրադարանը ոչ մեկին պետք չի, ոչ մեկ չի գնում, ոչ մի բան չի վճարում։ Դուք խնդրում եմ եղեք, իմ հարցադրումը այդպեսին չէր։ Շողակաթ հեռուստաընկերությունը չի կատարել օրենսդրական պարտականությունը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կողմ չէ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշմանը կապված Շողակաթ հեռուստաընկերության հետ, բայց հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Շողակաթը օրենքով կրոնական ալիք չէ։ 2020 թվականի նոր օրենքի համաձայն Շողակաթը ոչ թե հոգևոր ու մշակութային ծրագիր է, այլ կրթական մշակութային։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն, որովհետև կրթությունն ու մշակույթը կղերական մոտեցումների հետ պետք է կապ չունենան, ասել է նա։ 2020 թվականի նոր օրենքի համաձայն Շողակաթը ոչ թե հոգևոր մշակույթային հեռուստա ծրագիր էր, այն կրթական մշակույթային։ Դուք էլ շատ ժամանակ չգիտեք, եւ այդ փոփոխությունը, որը շատ կարեւոր է։ Խորհուրդ ասել, որ շատ փոքր տոկոս է կազմում, հոգևոր կրոնական հաղորդումներ, այսպես ասենք։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։ Հասկանում եք, որովհետեւ կրթությունը եւ մշակույթը շատ ժամանակ, կրոնի հետ, կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպետք է ունենան, բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք։ Չձևափոխվեց նաև Շողակաթ հեռուստաընկերությունը, եւ մենք այդ մասին հարցումներ արել ենք հանրային հեռարձակողի խորհրդին։ Իմ ասածս ինչ է, տեսեք, մենք հասարակությունը, մամուլը խառնում այնչով դեպքերի մեջ, երբ որ այդ թնջուկը ինչ որ լուծում է ստանում, անկախ նրանից ճիշտ թե սխալ, ես կարծում եմ, եթե Շողակաթը կատարեր իր առաքելությունը,
եւ իր օրենսդրական պարտավորությունները մենք սրան չենք հասնի։ Ես կարծում եմ չի կարելի մի նույնիսկ հոգեվոր կոչվող ալիքում, եւ Աստծո առաքելությունից խոսալ եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Սա երկար չէր կարող տևել եւ դա նկատեց նաեւ հերոստատիտողը։ Մենք կարող ենք սպասել։ Քաղաքական բովանդակությունը շատ էր, ոչ միայն, մենք մշտադիտարկում ենք ոչ, քաղաքական բովանդակությունը մի րոպե վերջացնեմ, եւ ուզում եմ ասեմ, ես գնահատական չեմ տալում, ասում եմ, որ դա ես միտքս չավարտեցի, դա տեսավ նաեւ հերոստատիտողը եւ վերջի մոտ 1 տարվա ընթացքում մենք արամ ձեզ վերջի 3-4 տարվա կտրվածքում տամ մեր մշտադիտարկման եւ ռեյտինգների առումով տվյալները, շողակաթի այդ ռեյտինգները կամաց անկնում են եւ հավասարվել էին գրեթե 0-ի։ Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը գրեթե Հայաստանում լսարան ցավոք չուներ, եւ սա պետք է լուծում ստանար։ Եվ ավարտեմ, շատ չեմ ուզում ծավալվեմ, որտեղ դա արդեն օրենք է եւ օրենքի ճիշտ եւ սխալը հանձնաժողովի նախագահան կամ անդամը իրավունք ունի մեկնաբանելու, բայց մենք սկսեցինք անդրադառնալ այս խնդրին, երբ որ գնացքը արդեն գնաց։ Ես կարծում եմ, որ հետաքրքրված, մտահոգված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձնել շողակաթի բովանդակությունը, սրանով ես ավարտեմ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ։ Միջոցառումը տեղի է ունեցել ժողովրդական ժողովների տանը։ Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի եւ Չինաստանի պատվիրակությունների անդամները։ Սի Ցինփինը հանդիպման բացմանը բարձր է գնահատել Միշուստինի ներդրումը ռուս-չինական հարաբերությունների զարգացման գործում։ Միշուստինը Չինաստանում է երկօրյա այցով։ Նոյեմբերի 3-ին նա հանդիպել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Նրանց բանակցությունները տեղի են ունեցել Հանչժոում։ Հանդիպման մասնակիցները ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Սերբիայի ղեկավարությունը համաձայնել է զիջում կատարել ցուցարարներին եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականի դեկտեմբերին։ Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ գնացել է այդ քայլին ի հարգանքս բողոքողների պահանջների։ Ընտրությունների ամսաթիվը կորոշվի ավելի ուշ։ Ցուցարարների ներկայացուցիչները կոչ են արել քվեարկությունն անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում եւ խոստացել են ներկայացնել իրենց թեկնածուների ցուցակը։ Անցած հանգստյան օրերին Սերբիայում կրկին տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք նվիրված են եղել Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման տարելիցին։ Ցուցարարները կարծում են, որ ողբերգության պատճառը իշխանության վերնախավի կոռուպցիան է եւ պահանջում են խորհրդարանի ցրումը եւ Վուչիչի հրաժարականը։ Նոյեմբերի 1-ին Նովի Սադում կայացած ակցիային մասնակցել է 39,000 քաղաքացի, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Սերբիայում հակակառավարական ցույցերը արդեն շարունակվում են շուրջ 1 տարի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է եւ այդ երկրից Գերմանիայում ապաստան ստացած փախստականները պետք է վերադառնան հայրենիք։ Այժմ Գերմանիայում ապաստան տրամադրելու հիմքեր չկան, ուստի մենք կարող ենք սկսել արտաքսումը, ասել է Մերցը Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի վարչապետ Դանիել Գյունթերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ սիրիացիների մեծ մասը կամավոր կվերադառնա իրենց երկիր եւ կօգնեն երկրի վերականգնմանը։ Նա հավելել է, որ Գերմանիան ներդրում կունենա Սիրիայի վերականգնման գործում։ Մերցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային հրավիրել է այցելել Գերմանիա, քննարկելու այն սիրիացի հանցագործների վերադարձը, որոնց Գերմանիայի իշխանությունները ծրագրում են արտաքսել երկրից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Նրան Շանհայի Հոնգցյաո միջազգային օդանավակայանում դիմավորել է Շանհայի փոխքաղաքապետ Սիե Տոնգը։ Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հրավերով Վրաստանի վարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը, որին Վրաստանը այս տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր։ Իրակլի Կոբախիձեին ուղեկցում են մի քանի նախարարներ եւ այլ պաշտոնյաներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլի գործողությունները երկրի հյուսիս-արևելյան հատվածում էներգակիրների գների զգալի աճի է հանգեցրել։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը նոյեմբերի 3-ին սոցիալական հարթակում հայտնել է, որ Հոքուլը սպանում է ամբողջ տարածաշրջանը, քանի որ էներգակիրների գները դուրս են եկել վերահսկողությունից եւ ակնկալվում է, որ դրանք կաճեն 3 անգամ։ Ինչպես կարծում է ԱՄՆ նախագահը, դրա պատճառը այն է, որ նահանգապետը թույլտվություն չի տալիս Նյու Յորք նահանգի տարածքում մի շարք նոր գազատարների կառուցման համար։ Խոսելով Նյու Յորքի նահանգապետի մասին, նախագահը նաև ընդգծել է, որ ամբողջ Նյու Յորք քաղաքը կործանվում է քաղաքի կենտրոն մտնող մեքենաների վրա նրա դրված անհեթեթ վճարներից։ Նախագահը ընդգծել է, որ կխնդրի ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիին մանրամասն քննարկել նշված տուրքերը չեղարկելու հնարավորությունը։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Իտալիան կփլուզվի, եթե շարունակի աջակցել Ուկրաինային։ Ռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր Տելեգրամի էջում բոլորին հիշեցրել է, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային եւ ուկրաինացի փախստականներին աջակցելու համար եւ գրել է, որ քանի դեռ Իտալիայի կառավարությունը անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան լիովին կփլուզվի տնտեսությունից մինչև աշտարակներ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերը որակել է գռեհիկ եւ քաղաքակիրթ երկրում անընդունելի։ Երբ ողբերգությունը տեղի ունենում, չի կարելի շահարկել փլատակների տակ մնացած մարդկանց եւ տուժած աշխատողների հաշվին։ Մենք երբեք այդպես չենք վարվել, երբ ողբերգությունները տեղի ունեցել Ռուսաստանում։ Մենք միշտ համերաշխություն ենք հայտնել, նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Ռոմի Կոնտի աշտարակը մասնակիորեն փլուզվել է նոյեմբերի 3-ի ցերեկը։ Կառույցը վերանորոգման մեջ է եւ միջադեպի պահին աշտարակում եղել է 4 աշխատող։ Նրանցից մեկը մնացել է փլատակների տակ եւ փրկարարները նրան կարողացել են այնտեղից հանել միայն մի քանի ժամ անց։ Ավելի ուշ աշխատողը մահացել է հիվանդանոցում։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, սպանվել է քաղաքացիական պայմանագրի տարածքային կառույցի անդամ բլոգեր Շմավոն Աթոյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 25-ի կեսգիշերին ոստիկանություն տեղեկություն էր ստացվել, որ Տավթավշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր։ Մինչև քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանելը հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված վայրից մեկ անձ որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ, ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բուժկենտրոն։ Տուժածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել էր։ Շմավոն Աթոյանը բլոգեր էր, որը հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։ Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմին փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը ձերբակալված է։ Ուժեղացված հսկողության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են ատրճանակներ, դանակ ու թմրամիջոցով փաթեթներ, մանրամասները տեսանյութում։ Հոկտեմբերի 31-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած ուժեղացված հսկողության ընթացքում հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի 9 փաթեթ, կաթուցիչ եւ դանակ, բացահայտվել է գողության 1 դեպք։ Միաժամանակ հայտնաբերվել է նաեւ ապօրինի պահվող 3 ատրճանակ։ Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանն այս ժամին դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։